Հայաստանից արտահանման ծավալները 2025-ին նվազել է 40,6%-ով։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսների համար։ Նվազել է նաև առևտրաշրջանառությունը 33,2%-ով։ Ինչու, որոնք են պատճառները եւ ինչ ազդեցություն է ունենում դա։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 3 պատճառ է առանձնացնում։ Առաջինը աղքատությունն է։ Երբ աղքատությունը բարձր է երկրում, բնականաբար չեն կարող նույն ծավալներով օգտագործել այն ապրանքները եւ ծառայությունները, որոնք սովորաբար անհրաժեշտ են հատկապես գոյատևման համար։ Եվ սա առաջի հիմնական պատճառն է։ Այսինքն, երբ քաղաքացին աղքատ է եւ չի կարող գնել, տնտեսությունն էլ չի կարող վաճառել։ Արդյունքում նվազում է թե արտահանումը, թե ամբողջ առևտրաշրջանառությունը։ Այս իրավիճակը հանգեցնում է քաղաքացիների արտագաղթին, այսինքն նվազում է գնորդների թիվը։ Դրան զուգահեռ գնաճ է լինում։ Որոշ ապրանքներ անգամ երկնիշ թվով են աճել գները, եւ սա չի կարող իր անդրադարձը չունենա սպառման ծավալների վրա։ Ես նշեցի ընդամենը 3 գործոն, բայց դրանց թիվը ավելին կարող է լինել։ Տնտեսական այս ցուցանիշի պատճառ են նաև արտաքին գործոնները, կարծում է տնտեսագետ Աղասիթ Հավադյանը։ Մեր տնտեսական աճի զգալի հատվածը ապահովում է դրսից եկած ալիքներով, այսինքն դրսից փողը գալիս է Հայաստանի Հանրապետություն, մտնում է բանկային համակարգը ապահովում է աճ, բանկային համակարգը այդ ինչ-որ միտեղ պիտի այդ փողը ներդնի, որպեսզի շահույթ ստանա։ Հայաստանի Հանրապետության ներդրման հիմնական տեղը շինարարությունն է։ Նա հիշեցնում է, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանի տնտեսական ցուցանիշները ժամանակավորապես աճել էին, սակայն հետագայում գրանցվել է կտրուկ անկում։ Ըստ վիճակագրական տվյալների, նվազել է նաև արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ 7,2%-ով, մինչդեռ դեպի Եվրամիություն երկրներ արտահանումն աճել է 7,6%-ով։ Սա պայմանավորված է արդյոք Հայաստանի տնտեսական զարգացման վեկտորի փոփոխությամբ։ Եվ ունի եւ չունի։ Պետք է նայել, թե ուր է ինչա գնում Հայաստանից Եվրամիություն։ Եվրամիություն հիմնականում Հայաստանից ներկրում է բունկ եւ դրա տատանումները մշտապես եղել են։ Երբեք Հայաստանի պատրաստի արտադրանքը մեծ պահանջարկ չի ունեցել Եվրամիությունը։ Եվ Եվրամիությունը ինքը այսօր բավական լուրջ տնտեսական մարտահրավերներ է դիմագրավում, այնպես որ այն ինչ որտեղ է անվանում Հայաստանից արտահանումը այնտեղ կամ Եվրամիությունից ներմուծում հայկական ապրանքների բնականաբար պետք է կրճատվի։ Հայաստանից արտահանման հիմնական ուղղությունները շարունակում են մնալ Ռուսաստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Չինաստանը։ Ամենամեծ ծավալը բաժին է ընկել Ռուսաստանին շուրջ 2,7 միլիարդ դոլար, թեև ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 9%-ով։ Երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են, մոտ 1,7 միլիարդ դոլարի արտահանում, սակայն այստեղ անկումն առավել կտրուկ է, ավելի քան 66%։ Երրորդ խոշոր ուղղությունը Չինաստանն է, որտեղ արտահանման ծավալները նվազել են 38%-ով, կազմելով շուրջ 648 միլիոն դոլար։ Ցուցանիշների նվազումը խորացնելու է աղքատությունը, արտագաղթն ու գնաճը, նշում են զրուցակիցներս։ Տնտեսագետ Աղասիթ Հավադյանի խոսքով Հայաստանն իր տնտեսական աճը կապել է Երևանի հետ, ծանրաբեռնելով քաղաքը շինարարությամբ։ Նա առաջարկում է ուշադրությունը տեղափոխել մարզեր, զարգացնել արտադրությունը մայրաքաղաքից դուրս, ինչը կարող է ապահովել ավելի կայուն եւ հավասարակշռված տնտեսական աճ։ Անիա Աբաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Բաժանորդագրվեք YouTube-ի մեր ալիքին, հետևեք մեզ Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում, WhatsApp-ում եւ TikTok-ում կամ այցելեք 3w abcmedia.am պաշտոնական կայք։